Մինչև պապը ծիծեռնակաբերդ կհասնի Էջմիածնի հայորդաստան 500 սաները մեկ մարդու պես այստեղ են։ Դեղին մանուշակագույն մայրաթորի ու սուրբ աթորի գույներով ու սրբոց նահատակած սրբապատկերի լուսանկարով պետք է ուղեկցեն պապին։ Ահա և սրբոց նահատակացի բնօրինակը հատուկ Էջմիածնից այստեղ է բերվել երկու հայրապետերի աղոթքի համար։ Ցեղասպանության սրբերի բարեփոխական աղոթքի ժամանակ պետք է դրվի հուշահամալիրը։ Պապական օրհներգի տակ նախագահ Սարգսյանը դիմավորում է ամենայն հայոց կաթողիկոսին ու սրբազան քահանայապետին։ Հուշահամալիր դեռ չհասած պապը մի քանի րոպե կանգ է առնում։ Պապը խախտում է արարողակարգն ու ինքնամփոփ երկար աղոթում։ Աղոթքը շարունակվում է նաև հուշահամալիրի ներսում։ Լռությունը խախտում է ամենայն հայոց կաթողիկոսը հայր մերով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Ցեղասպանության նահատակների հավաքական սրբապատկերի առջև երկու հովվապետերի աղոթքից հետո հնչում է հայկական ծիրանին։ Հայկական դուդուկի հնչյունների ներքո պոնտիֆիկոսն աղոթում է, Ջիվան Գասպարյանը վստահ էր, կռունկը պապի սիրտը հաստատ կհուզի։ Սա հրաշք է, հրաշք։ Սրանից լավ բան չեմ պատկերացնում։ Ջիվան Գասպարյանը հուշահամալիրից հուզված է դուրս գալիս, հերթը խոսքերին չհասավ, իր ասելիքը պապին երաժշտությամբ փոխանցեց։ Արդեն կարող է ազատ շունչ քաշել ու կատակել, ինքն էլ է պապ։ Սա շատ հոգով, մեծ սիրով մենք էլ այսպես Հայաստանի լավագույն երաժիշտներով տեսել իրանց պապը ոնց որ։ Թանգարանի մոտ Արարատի ֆոնին պապը հարմար տեղավորվում է ու Հուշամատյանում անում իր գրառումը։ Հուշամատյանը մի քանի րոպեից հայտնվում է Թանգարան ինստիտուտի մասնագետների ձեռքում։ Թարգմանություն վերծանություն, ինչ է գրել սրբազան քահանայապետը։ Այստեղ աղոթում եմ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա եւ իմանա չարությունը բարությամբ հաղթել։ Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին խաղաղություն եւ մխիթարություն։ Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ։ Հիշողությունը խաղաղության եւ ապագայի աղբյուրն է։ Այդ ընթացքում Ցեղասպանության թանգարանի տնօրենը պապին փոխանցում է Թանգարան ինստիտուտի հատուկ նվերը, աղթամարի փորագրությամբ կտավը։ Պապին տեսնելու եկել են նաև Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները։ 700 վերապրածների հուշերը 60 տարիների ընթացքում հավաքած ու հրատարակած գիրքը պապին է նվիրում դոկտոր Վերժինե Սվազլյանը։ Ինքը շատ հուզված էր տեսնելով այդ, ասեց ես անպայման կծանոթանամ։ Պապն ինքն էլ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին ոչ միայն իր հայրապետական աղոթքն է բերել, այլև փոքրիկ ընծան կաթոլիկական ավանդական համրիչները, ռոզարիումները։ Ցեղասպանության հուշահամալիրից պապին ուղեկցում են հավատացյալները։ Շնորհակալություն պապ, վանկարկումները դեռ երկար չեն լռում։ Մանու Իրիցյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։